Բարև իմ ընկերներ, այս տեսանյութում ես կխոսեմ իսլամի տեսանկյունից քրիստոնեության և Հիսուսի դիրքի մասին։ Այս տեսանյութը կազմված է երկու մասից, իսկ երկրորդ մասը կարող եք դիտել իմ ալիքում։ Իսլամի տեսանկյունից քրիստոնեությունը Իսլամը քրիստոնեությունը ճանաչում է որպես աստվածային ծագում ունեցող կրոն։ Իսլամի ուսմունքի համաձայն քրիստոնեությունը սկզբում եղել է Աստծո կողմից ուղարկված հայտնության կրոն, բայց ժամանակի ընթացքում աղավաղվել է, փոխվել է։ Իսլամի տեսանկյունից քրիստոնեության աղբյուրը Հիսուս մարգարեն Աստծո կողմից ուղարկված մեծ մարգարեներից ավետարանն է։ Սակայն այն ավետարանը, որի մասին խոսում է իսլամը, ոչ թե ներկայիս 4 ավետարաններից որևէ մեկը, այլ Աստծուց ուղարկված իսկական գիրքը։ Հիսուսի պատգամը հիմնված է Տաուհիդի, Աստծո միասնության սկզբունքի վրա։ Հիսուս մարգարեի ծնունդը իսլամի համոզմամբ Հիսուսը ծնվել է առանց հոր հրաշքով։ Նրա մայրը Մարիամը Qur'անում հիշատակվող միակ կինն է և նկարագրվում է որպես մաքուր, սուրբ և աստվածավախ անձ։ Մի օր Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Մարիամի մոտ։ Գաբրիելը հայտնեց, որ Աստված նրան որդի է տալու, քանի որ երբեք չէր ամուսնացել և տղամարդու հետ կապ չէր ունեցել։ Սակայն Գաբրիելը բացատրեց, որ այս երեխային Աստված կստեղծի իր հրամանով, ինչը նրա համար հեշտ է, և որ սա կլինի հրաշք ու օրհնություն մարդկության համար։ Այնուհետև Մարիամը հղիացավ Աստծո կամքով և նախընտրեց միայնակ մնալ։ Երբ ծննդաբերության ժամանակը հասավ, նա հեռացավ դեպի անմարտաբնակ վայր և ծնեց Հիսուսին։ Մարիամը դժվար իրավիճակում էր, քանի որ չէր կարողանում բացատրել այս դեպքը իր ժողովրդին։ Երբ նա վերադարձավ իր ժողովրդին, ձեռքին նորածինը, մարդիկ զարմացան և սկսեցին մեղադրել նրան։ Մարիամը ոչինչ չխոսեց, այլ ցույց տվեց Հիսուսին։ Աստծո հրամանով մանկական հասակում Հիսուսը խոսեց, ասելով. «Ես Աստծո ծառան եմ։ Նա ինձ գիրք է տվել և ինձ Ղուրանից Մարիամ սուրահ 30-33 այաթներ։ Ես Աստծո ծառան եմ։ Նա ինձ գիրք տվեց և ինձ մարգարե դարձրեց։ Նա ինձ օրհնված դարձրեց, որտեղ էլ որ լինեմ, և հրամայեց ինձ աղոթքու ողորմություն անել, քանի դեռ ապրում եմ։ Նա ինձ հարգալից դարձրեց իմ մոր հանդեպ, և ես բռնակալ ու դժբախտ մեկը չդարձա։